Ինչան ժամանակարիսն մոտավորապես հանդահել։ Ուրեմն Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է հազանգ 14-15-ին, որ Շերամի փողոցի հասցեներից մեկում հրդեհաբռնկվել անձեռոցիկի արտադրամասում եւ որը միաժամանակ նաեւ պահեստներ ունի։ Անմիջապես համարժեք արձագանքում է իրականացվել, դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկներ, Փրկարար ծառայության բժշկական ապահովման խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայր են մեկնել նաեւ փրկարարական ուժերի վարչության, հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպման բաժինը իրենց օպերատիվ խմբով։ Պարզվել է, որ հրդեհը մի քիչ բարդություն ունի, հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ կանչ։ Ներկա պահին այստեղ աշխատում են 18 հրշեջ մեքենաներ, փորձում ենք տեղայնացնել հրդեհը, եթե նկատեցիք 4 տեղամասով գնում է հրդեհաշիժման աշխատանքներ, տեղամասներից մեկում անմիջապես այս պահեստին կպած բնակելի տուն կա եւ այնտեղ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի տարածումը կանխենք, գրեթե հաջողվել է եւ մյուս ուղղություններով նույնպես իրականացվում են հրդեհաշիժման աշխատանքներ։ Ներկա պահին այսքանը կարող եմ ասել, տուժածների մասով տուժածներ չունենք, մի հոգի աշխատակիցներից կարծեմ թե հենց այս պահեստի աշխատակիցներից մի հոգի թթվածնով ինչ որ շնչել է, թեթև ուրիշ ոչինչ չունենք։ Իսկ կա վարկած այս պահին մոտավոր ինչի պատճառով է առաջացել։ Այդ արդեն փորձաքննությունը ցույց կտա համապատասխան մարմինները կիրականացնեն, վարկածներ չունենք, որտեղ այդ մեր գործառույթներից էլ չի բխում, բայց դա մի քիչ ուշ կլինի, այդ ուրիշ գործառույթ է։ Հրդեհի ժամանակ տեսանք, որ հոսանքալարերից կայծակները դուրս գացին, հիմա հոսանքազրկված է տարածքն ամբողջ։ Հոսանքի հետ կապված եւ բեցին են տեղեկացրել եւ հեցին, իրենց շրջիկ խմբերը հեսաուր որակը մոտենան եւ իրանք կորոշեն հոսանքազրկել պետքա թե ոչ։ Որտեղ հոսանքազրկման դեպքում հնարավոր է մի ողջ թաղամաս հոսանքներ չունենան, իրանք հեսաուր որակը մոտենան։ Նշեցիք, որ տարածքը 4 տեղամասից է բաղկացած, 4 տեղամասերի այդ շենքերն հիմա ինչ վիճակում է, կա ինչ-որ մի տեղամասը ոչ։ 4 տեղամասից բաղկացած, այդ մենք պայմանականորեն ստեղծել ենք 4 տեղամաս, ոչ։ Մենք 4 տեղամաս հրդեհաշիժման տեղամասեր ենք ստեղծել եւ այդ 4 տեղամասերով աշխատանքներ իրականացվում են։ Բոլոր մոտեցման հնարավոր ուղիներով մոտեցել ենք, տեղ կա որ պատ են քանդել տրակտորով, որպեսզի ավելի ուղիղ հրդեհին ուղղվի մեր ջուրը տվյալ դեպքում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ հրդեհի արդեն ըստ էության հրդեհը վերածվել է ու միայն ծխամարման աշխատանքներ։ Չէ, հրդեհը դեռևս շարունակվում է, որտեղ այդ անգարի կենտրոնական մասում էլ ունենք հրդեհներ, մենք բոլոր կողմերից մոտենում ենք դեպի հրդեհի բուն օջախին։ Նշեցիք, որ տանն էր մոտիկանում, տանը ընդհանրապես կրակը չի։ Ու այս պահին հասած էր, մենք տարածումը կանխեցինք դեպի տան կողմ հրշեջների։ Բնակելի տունը։ Ոչ, հրշեջների, այսպես ասեմ, անձնուրաց աշխատանքի շնորհիվ այդ կողմը փորձեցին պահել տունը, առայժմ հաջողվել է եւ առաջ են շարժվում դեպի հրդեհի բուն օջախ։ Եթե հիմա գործընթացը նույն տեմպով շարունակվի, մոտավորապես երբ կգա։ Եկեք չասեմ ես ժամեր, աշխատանքները շարունակվում է, հնարավոր է երկար տևի այս մարման գործընթացը, որտեղ ներսում պահեստային հատված է եւ ամբողջը պետքա նույնիսկ հրդեհաշիջումից հետո հետհանգեցման աշխատանքները արվի, պետքա շուռումուռ տրվի եւ այլն։ Եվ ընդգրկված են 115 փրկարար ծառայողներ այս պահին։ Այդքան ավտոմեքենա, որ ասեցի, 18 ավտոմեքենա եւ 115 փրկարար ծառայող։ Մենք ներգրավել ենք նաեւ մոտակա մարզերից, այստեղ որպեսզի Երևանն էլ դատարկ չթողնենք։ Աստված մի արասե մի ուրիշ տեղ էլ հրդեհ լինի, մենք պատրաստ ենք բոլոր մարտահրավերներին։ Մոտակա մարզերից, Արագածոտնից, ասենք Վաղարշապատից, Մասիսից, Աշտարակից